Ողջույն իմ բոլոր գործընկերներին, այստեղ ներկա գտնվող մեր համախոհներին, աջակիցներին, գաղափարակիցներին, ոգևորողներին, յուրաքանչյուրին, մեր թիմին միացած հայրենասեր և տաղանդավոր մարդկանց, Լուսինե Զեյնալյան, Ազատ Արշակյան, Վարդան Մալխասյան, Քրիստինա Աբրահամյան, Թաթուլ Հակոբյան, ազատամարտիկներ, չափազանց կարևոր, Տիգրան Մեծ, աշխարհազորային գնդի հրամանատար Վովա Արաքելյան, իր անմիջական զինակիցները Աղվան Մխիթարյան, Մախնո, Գևորգ Տեր-Գևորգյան, այս շատ պարտավորեցնող ցանկա և հանգամանք։ Կրկին ու կրկին շնորհակալություն ձեզ։ Այս համատարած աղմուկի մեջ մի շատ կարևոր արձանագրում պիտի անենք։ Ողջամտության ձայնը պիտի հնչի, ողջամտությունը պիտի հաղթանակի, որովհետև երբ լռում է ողջամտությունը, խոսում է սուտը, խոսում է կեղծիքը, խոսում է վախը, բայց մենք այստեղ ենք, որպեսզի խոսի ճշմարտությունը։ Ճշմարտություն, որը շատ հաճախ ծանր է, երբեմն անհարմար, բայց ազատագրող։ Ճշմարտությունը պիտի խոսի, հակառակորդի անունը պիտի տրվի, թշնամու անունը պիտի հնչի, ոչ թե նրա համար, որ ատելությունը խորանա, այլ որպեսզի վերջապես պատասխանատվություն լինի, որ այս երկրում վերջապես լինի սահման, որտեղ ավարտվում է անպատժելիությունը և սկսվում է հանրապետությունը։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ անիրավությունը և անարդարությունը դարձել են սովորական, իսկ լռությունը ընդունված վարքագիծ ու ամենավտանգավորը նա է, որ չարը, խավարը այլևս չի թաքնվում, մարդասպանը չի թաքնվում, իսկ լույսը, բարին լռում է։ Մենք մտնում ենք այս պայքարի մեջ, որպեսզի Հայաստանը դարձնենք նպատակ, այս համատարած վախերը, համատարած անտարբերությունը վերածենք արժանապատվության, լռությունը բարձրաձայն խոսքի։ Չի կարելի երկրի ճակատագիրը թողնել նրանց ձեռքին, ովքեր անտարբեր են, հիասթափված են կամ հրաժարվում են հավատալ ընտրության ուժին։ Պետության ապագան կարող են կերտել նրանք, այն քաղաքացիները, ովքեր պատասխանատվություն են զգում
մեր հավաքական տան, մեր երկրի առաջ և գիտակցում են իրենց զայնի արժեքը, նույն պատասխանատվությամբ, նույն հաշվետվությամբ, ինչ մենք այստեղ գտնվողներս։ Մենք չենք գոռալու շատերի նման, մենք չենք խառնվելու այս համատարած աղմուկին, մենք ընտրում ենք այլ ճանապարհ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք երբեմն կիսաձայն, երբեմն ցածրաձայն, երբեմն լուռ, որպեսզի մեր ձայնի փոխարեն հնչի հանրապետության ձայնը, Հայաստանի ձայնը։ Մենք խոնարհում ենք մեր դրոշները, որպեսզի ծածանվի եռագույնը, բայց սա խոնարհություն չէ, սա ուժ է, գիտակցված, հաշվարկված և արժանապատիվ, որովհետև իրական ուժեղ Հայաստանը փողով չի չափվում, ձայնի բղավոցի չափով չի չափվում, այլ երկրի որակով, ինստիտուտներով, դիմակայունությամբ, դիմադրողունակությամբ և ազատություններով ու ճշմարտությամբ։ Ուստի այս ընտրությունն ամենևին իշխանության մասին չէ, այս ընտրությունը Հայաստանի մասին է։ Լինել պետություն, թե մնալ տարածք, լինել ազատ, թե վասալ ու ճորտ։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իր հավաքական իմաստնության մեջ ճիշտ ընտրություն կատարելու է։ Մեր խնդիրն է այդ ընտրությունը առաջնորդել, այդ ընտրության արահետը, ճանապարհը բացել։ Մնում է միայն մի բան՝ չլռել, չվախենալ, կանգնել ճշմարտության կողքին, կանգնել եվրոպական, քաղաքակիրթ, բարեկիրթ Հայաստանի կողքին, հանրապետության կողքին։ Շնորհակալություն։